ես խալատով էր պատատվում, դրավտա դարձել իմ ժամանակ բան ինչ որ կա, այստեղ դբերեցինք, ջնջոցարկինք չէինք արձել։ Ամբողջ կաթե վազել չպրացե անձրև։ Բնակարանում այլևս տարա ու կաթսա չի մնացել անձրևաջրերի համար։ Հատակը անձրևից պաշտպանելու վերջին հույսը Սուրիատատի խալաթն էր, թե քանի հագուստ ջուրը կտանի, դեռ չգիտեն, բայց ամեն անձրևից հետո Ղանդիլյան 22 աշենքի, մասնավորապես 5-րդ հարկում, պատկերն այսպիսինն է։ Պատճառը հունիսի 14-ի աղետն է, որը քշել է նաև այս շենքի տանիքն ու մինչ օրս բնակիչներին թողել բաց երկնքի տակ։ Աղետը եղել է այդ օրվանից հենց անձրևը կուկա այս նույն վիճակն է, երեք լրիվ հարևաններով չենք գնա ջուրը հավաքել, այստեղ գոլ տված, մինչև այնտեղ լսվավ իր աստունն էլ 4-րդ հարկը։ Այսպես քչքչալով գալիս էր, դե ինչ կարող ես անես, հավաքում էին, հավաքում հնարավորություն չկար ոչ մի ձևի անձրևը կասեցնել, ուժեղ հորդարատ անձրև էր տան մեջ։ Բայց երկնքի տակ։ Խոնավությունը փչացրել է 5-րդ հարկի բնակարանների վերանորոգումները, հեղեղել բոլոր սենյակները։ Այժմ շենքի բնակիչները եղանակի կանխատեսումները նայում են ոչ թե որպեսզի հասկանան ինչպես հագնվել, այլ ինչպես դասավորել կահույքը, որ կրկին անձրևի տակ չհայտնվի ու վնասվի։ 3 զալնել էր, արդեն գնաց է, յանի ռեմոնտ են կերել մեկ քիչ մենել փչացրավ դրեց վեր։ Մինչև հավաքեցի ամբերն էլան։ Նորից բերեցի, փռեցի, դրի անձրևն եկավ, էլի սկսեց նույն վիճակը։ Մի հոգին հնարավոր չի եղնի, որ հաստնե հավաքի ջուրը թափի։ Գյումրու համայնքապետարանից ու Շիրակի մարզպետի աշխատակազմից են այցելել շենք, արձանագրվել են վնասները, համատիրությունից էլ նշել են, որ կան բնակիչներ, ովքեր վճարումներ չեն արել, ուստի պետք է վերանային իրենց պարտքերը։ 17-ին քաղաքապետարանից եկան մասնագետներ, բարձրացան վերև, տեսան, չափեցին, ձևեցին, ակտ գրեցին, ուղարկեցին մարզպետարան։ Մարզպետարանի 2 աշխատակից եկավ, նորից բարձրացան, դրանք արդեն սմետա բան երևի կազմեցին, երևի արդեն վնասի եւ ասենք տարածքը որոշեցին եւ գումարը վնասվածքների այսօր ասին որ 5 օր առաջ է դակտը ուղարկվել է նախարարություն։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը նշում է վնասները թե քաղաքում, թե գյուղերում մեծ են, իսկ կառավարությունից աջակցություն ստանալու համար աշխատանքներ տարվում են։ Ուժգին քամուց, կարկուտից ու անձրևից շենքշինություններին հասցված վնասների չափերն արդեն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Հենց այդ օրվանից է որ կարելի ասել փոթորիկ եղել է, հենց այդ ժամանակվանից է կապի մեջ եմ եղել կառավարության հետ, բարբերաբար քննարկում ենք խնդրի լուծման տարբերակներ, կառավարությունը մեզանից սպասում է վերջնական պատկերի, ասեցի շենքշինություններն ուղարկել ենք, գյուղատնտեսականով աշխատանքներ տարվում են։ Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերին, վնասները շատ մեծ են, հատկապես Ախուրյանում։ Պետքի վնասի ճիշտ գնահատումն էլ հատուկ ժամանակ ունի։ Այնտեղ լուրջ աշխատանք կա անելու, որ հասկանանք օրինակ այդ հազարավոր հեկտարներից գյուղատնտեսական մշակաբույսեր կան, որ քանի տոկոսն է վնասվել, այդ վնասվածը չվնասվածը հնարավոր է հետո վերականգնել, թե հնարավոր չէ, որ կարողանանք վերջնական պատկեր ունենանք փոխհատուցման մասին խոսալու համար։ Դավիթ Արուշանյանի խոսքով ամենօրյա աշխատանք է տարվում։ Շուտով գործընթացը կհասցվի վերջնարդյունքին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։